Բարև ձեզ թվանք հաղորդաշարի սիրելի հետևորդներ։ Այսօր եթերում ես եմ Մարիամ Համբարձումյանս։ Ես հանդիսանում եմ տեխնոլոգիական եւ թվային ոլորտի ձեռնարկատեր, մի շարք ընկերությունների համահիմնադիր եմ, այնպիսիք ինչպիսիք TCF Armenian, Gadgetflow, Prelaunch.com-ը եւ խորհրդատվական Two Minds ընկերության համահիմնադիրն եմ ու տնօրենն եմ։ Բացի բիզնես գործունեությունից ես շատ եմ կարևորում կամավորությունը եւ մարդու մոտ ձևավորված հմտությունների ու ներուժի փոխանցումը այլ կազմակերպությունների եւ մարդկանց։ Այդ իսկ պատճառով ծառայում եմ մի շարք ընկերությունների խորհուրդներում կամ ինչ որ ձև մասնակցում եմ տարբեր միջոցառումների կազմակերպմանը, որոնք ունեն հանրային հասարակական նշանակություն, նպաստում են մարզերի զարգացմանը, ուժեղացնում են երիտասարդներին եւ առհասարակ մեզ ավելի մրցունակ ու ավելի պաշտպանված են դարձնում։ Այդ իսկ պատճառով էլ մի քանի տարի է հանդիսանում եմ Re Armenia ընկերության խորհրդի անդամ եւ այս տարվա հուլիսից հանդիսանում եմ նաեւ Ազատազենի խորհրդի անդամ։ Այսօր ուզում եմ ներկայացնել իմ CZ600 Alpha Bolt Action տեսակի զենքը հրացանը, որը առայժմ իմ միակ զենքն է։ Հիմա երևի ձեր մոտ հարց կծագի, ինչպես եմ ձեռք բերել, ինչպես է այդ գաղափարը առաջացել եւ ինչպես եմ իրագործել։ Շատերդ կհամաձայնվեք, որ կյանքը բաժանվեց պատերազմից առաջի եւ հետոյի։ Ամեն դեպքում իմ մոտ այդպես է եղել։ Երկար մտորումների արդյունքում եկա այն եզրահանգման, որ բալանսը լրիվ այլ կլիներ, եթե մենք լինեինք ավելի ուժեղ, ավելի պատրաստված եւ ավելի պաշտպանված։ Եվ մի քանի գործողություններ են, որ կարող են դրան բերել, այդ թվում քաղաքացին էլ իր կողմից կարող է ինչ-որ քայլեր ձեռնարկել եւ նպաստել այդ պաշտպանական ունակության բարձրացմանը, հա, առնվազն չվախենալ զենքի ձայնից, ծանոթ լինել, բռնած ձեռքերում բռնած լինել զենքը եւ փորձել օգտագործել, կրակել, մարզվել եւ դրան վերաբերվել որպես մի գործիքի, մի երևույթի, որը իրեն դարձնում է ավելի պաշտպանված, ավելի ուժեղ եւ արդեն կարող է թելադրողի դիրք նաեւ հաղորդել։ 2023 թվականն էր, երբ ընկերներիցս մեկը Սպարտակը, ով ներկայիս Ազատազենի խորհրդի նախագահն է, ինձ առաջարկեց դառնալ աջակից անդամ։ Ու քանի որ ես շփվում էի Ազատազենի ժողովրդի հետ, մասնակցում եմ երբեմն միջոցառումների, նաև եկել էի հրաձգարան հենց առաջին մարդկանցից էի, ով այցելել էր եւ սովորել էր կրակել ու նաև ինձ դուր էր գալիս այդ ամեն ինչի հետ մշակույթը, որոշեցի, որ ինչու ոչ կդառնամ աջակից անդամ ու տեսնեմ ինչով կարող եմ աջակցել կառույցի կայացմանը։ Քանի որ դա իսկապես հրաշալի օրինակ է, ինչպես կարող են մարդիկ համախմբվել եւ փոփոխություն բերել ու ինչ որ մշակույթ զարգացնել ու դա անել շատ արագ ու կարողանալ տարածել մեծ թվով մարդկանց վրա։ Իմ համար դա իսկապես հրաշալի օրինակ էր եւ որոշեցի դրա մասը դառնալ։ Այդ գործընթացի տրամաբանական շարունակությունը լիիրավ անդամ դառնալն է, երբ արդեն որոշակի ներդրումներ ես ունենում, քո ժամանակի, փորձի, աջակցում ես, մասնակցում ես միջոցառումների եւ պարտադիր պայմանն է քննություն հանձնել զենքի ձեռքբերման, գնել սեփական զենք ու ունենալ 5 լիիրավ անդամի աջակցություն, այսպես ասած, երաշխավորություն, դա երաշխավորում է քո լիիրավ անդամ դառնալը։ Ես անցա այդ ամբողջ գործընթացով եւ ծննդյանս օրը խնդրել էի ինձ նվիրել զենքի խանութի նվեր-քարտ, որտեղից էլ պատրաստվում էի ձեռք բերել առաջին զենքս։ Այսօրվա պես հիշում եմ զենքս ձեռք բերելու օրը սեպտեմբերի 2-ն էր եւ այդ օրը սեպտեմբերի 1-ի փոխարեն 2-ից էին դասերը սկսվել, իմ աղջիկն էլ փոքր աղջիկը առաջին դասան էր գնացել եւ ես այսպես հանդիսավոր հագնված, երեխան սպիտակ ու սև հագնված, այսպես հյուսիկներով, բանտիկներով դպրոցից իրեն վերցրել եմ մեքենայի մեջ ենք ու զանգում են ոստիկանությունից, ասում են պատրաստ են ձեր թղթերը, եկեք վերցրեք, ասում եմ հենց հիմա գալիս եմ, շտապում եմ ոստիկանություն, որպեսզի վերցնեմ այդ թուղթը, գնամ զենքի խանութ, զենքս վերցնեմ ու պատկերացրեք գնում եմ երեխայի հետ զենքի խանութ, վերցնում եմ այս հրացանը, ասենց մեծ տուփով էր, դե վրան նկարված է հրացանը ու նաև փամփուշտներ եմ վերցնում, այսպես մի 100 հատ տոպրակի մեջ են լցնում, դա էլ տալիս են երեխայի ձեռքը, տալիս եմ այդ տոպրակը իրեն, ես այսպես զենքը գրկած դուրս եմ գալիս խանութից ու քայլում ենք, ես չեմ գիտակցում, որ ինչ որ դա շատ անսովոր մի բան է տեղի ունենում, ես էլ այսպես կարմիր շոր եմ հագել, մազերս այսպես
հարդարված են շրթներկով ու այդ զենքը ձեռքից տակ դրա քայլում են փողոցով ու նայում եմ երթևեկությունը այսպես կանգնել է, տղամարդիկ պատոհանրի իջացրել են մեքենայի ու մտածում եմ, ինչ խցանում է, ինչ տեսակի խցանում, այս ժամին պետք է այդպես չլիներ։ Դու մի ասա, նայում են, տեսնում են այս կինոյով երեխայի հետ ձեռքին փամփուշտներ, հրացանի հետ կառոպկան թևի տակ դրած, ինչ որ տեղ է գնում, մի տղամարդ ինձ ասում է բարև ձեզ, ասում եմ բարև ձեզ, ասում եմ սա ինչ է, ասում եմ սա զենք, ասում եմ այս ձերն է, ասում հա, ասում այն չեք անում, ասում տանում եմ դնեմ մեքենայից մեջ, ու տենց շատ զավեշ տալի էր, որ հասկացա, որ այս մեքենաները կանգ են առել, հենց որովհետև այն պատճառով, որ շատ անսովոր տեսարան են տեսնում, ոնց որ կինոյից լիներ։ Այդ երբեք այդ պահը չեմ մոռանա։ Դա իմ զենքի ձեռքբերման մասին։ Հիմա մի քիչ պատմեմ, ինչու եմ այս զենքը հենց գնել։ Տեսեք, որպես առաջին զենք շատ հետաքրքիր զենք է ինքը, ես մի քիչ պրակտիկությունը կարևորում եմ ամեն ինչում, հա, իմ մեքենա լինի, ինչ լինի, ես ամենաառաջին հերթին դնում եմ այդ կիրառական պրակտիկ կտորը, հա, որ ինքը հարմար լինի, հեշտ լինի, գին որակ համադրությունը էլի լավագույն լուծումներից լինի, ու այս զենքը ինձ խորհուրդ տվեցին ձեռք բերել, էլի ընկերներս, ովքեր ավելի մի քիչ ավելի շատ են բնականաբար զենքից հասկանում ու ինչի ընտրեցի հենց սա նախ ինքը տեսքից շատ հասարակ զենք է թվում բայց ունի ամեն անհրաժեշտ բան հուսալի զենք լինելու համար ինքը ինչպես որսորդության թեև ես որսորդ չեմ որսով չեմ զբաղվում այնպես էլ ճշգրիտ զենք որպես 500 մետրը հանգիստ խոցում է եւ իմ լավագույն օրինակ ցուցանիշը 800 մետր է եղել որոշեցի սա ձեռք բերել հետ հարվածը շատ քիչ է ինքը համեմատաբար թեթև է կանանց համար այն կանանց ովքեր շատ ծանր զենք չեն ուզում տեղափոխել տղամարդկանց համար էլ եւ sense պրակտիկ հեշտ մաքրվող ամենակարևորը խնամքը որովհետեւ իմ չսիրած մասերից է ճիշտ ասած կրակելուց հետո պետք է զենքդ մաքրես դե քանդես մաքրես ու ստեղ մինիմալ քանդելու արդյունքում ես կարողանում իրեն մաքրել համարյա չես էլ քանդում եւ շատ հեշտ է ունիվերսալ յուղով շատ հեշտ մաքրվում է ու դա էլ էր նաեւ պատճառներից մեկը որ ես որոշեցի հենց այս զենքը ձեռք բերել ու ինքը իհարկե գեր ճշգրիտ զենք չի ճշգրիտ զենք է բայց այնուամենայնիվ ես սիրում եմ հեռու կրակել եւ բավարարում է իմ բոլոր չափանիշներին մի քանի ամիս անց էլ ձեռք բերեցի օպտիկան սա միջին գինվորակ լավ օպտիկա է Riton ֆիրմայի ես դեռ չունեմ այն ամենը ինչ իրականում կուզեի ունենալ օրինակ խլացուցիչ դեռ չունեմ սակայն նվազագույն կոմպլեկտով կան ունեմ ականջակալներ օպտիկա ունեմ եւ ամենակարևոր զենք ունեմ եւ ոտքերը այս օպտիկան էլ ամրացնելուց էս իր օղակները ոնց որ հավելյալ ենք ձեռք բերել եւ ամրացրել որտեվ մեկ օղակով չէր լինում այս զենքի վրա ամրացնել ու այսպես մարզվում եմ ոչ շատ հաճախ, այնքան հաճախ ինչքան կուզեի, փորձում եմ ամիսը 2-3 անգամ գոնե գալ ազատազեն կրակելու, որովհետև այդ մեխանիկական հիշողությունը կարևոր է եւ դա անդադ պետք է զարգացնել ու արդյունքները անդադ բարելավել։ Կուզեի մի քիչ ավելի հաճախ գալ, դեռ զբաղվածությունս պատճառով չի ստացվում, հուսամ ավելի կկարգավորեմ հետագայում։ Մոռացա ասել, որ զենքից տրամաչափը 6.5 է եւ սրանք էլ փամփուշտներն են որ օգտագործում եմ 91 գրամանոց են, սրանց 93 գրամանոցներն էլ կան, ինձ 93 գրամանոցը ավելի է դուր գալիս ճիշտն ասած, թեև չնչինա տարբերությունը, իրականում շատ մաչելի չեն այս փամփուշտները, ավելի մաչելի ոնց որ փամփուշտներով զենքեր էլ կան, դրա համար պետք է զենք ընտրելուց էլ հաշվի առնեք, ինչքան հաճախ եք մարզվելու, ինչ նպատակներ, ինչ է ձեզ դուր գալիս անել, ինչքան հեռու եք ուզում խոցել ու դրանով պայմանավորված արդեն տրամաչափն էլ զենքի ճիշտ ընտրեք։ Ինձ սա միանշանակ դուր է գալիս, այս այն է, ինչ ես ուզում եի առաջին զենքի համար ունենալ եւ չեմ փոշմանում, որ ձեռք եմ բերել, շատ սիրում եմ այս հրացանը որոշել է իրեն անուն դնել, գիտեք ընդունված է, որ զենքերը ինչ որ տարբեր անուններով են կոչվում, դեռ հարմար անուն, համապատասխան անուն չեմ գտել, մտածում եմ մխիթար դնել անունը, որպես մխիթարանք, բայց հետո հասկացա, որ չէ, մխիթարվելը այն մինիմալ պայմանն է երևի թե, ես բայց մխիթարվելով չեմ ուզում բավարարվել, դրա համար դեռ իմ զենքը անուն չունի։ Իդեպ կարող եք անուն առաջարկել այս զենքին, մեկնաբանություններ դաշտում գրելով ձեր կարծիքը։ Առաջարկում եմ նաև միանալ ազատազենի YouTube-յան ալիքին,
թվանք հաղորդաշարին եւ հետեւել, լսել, տեսնել, ինչպիսի զենք են ձեռք բերում, ինչու են այդ զենքերը ձեռք բերում եւ միգուցե մի օր դուք էլ ձեր սեփական զենքը ձեռք բերեք այդ օրինակներից ոգեշնչվելով։ Նաև եթե հավանում եք այն ամենը, ինչ տեղի է ունենում Ազատազենում, զրոյից ստեղծվել է հասարակական կազմակերպություն, որը զենքի մշակույթ է տարածում, կրթում է եւ օգնում է մեզ դառնալ ավելի մրցունակ ու ավելի պաշտպանված, ապա կարող եք նաև ձեր հանգանակությունները անել Patreon-ի միջոցով, միացեք եւ օգնեք մեզ ավելի ընդլայնվելու, ավելի մեծանալու եւ նպաստելու մեր առաքելության իրականացմանը։ Եթե մտածում եք, որ քաղաքացու ձեռքը ոչինչ չկա, ինքը ոչինչ անել չի կարող, դա այդպես չի։ Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ, երբ Հայաստանում շատ մարդիկ, ասենք 100-150 հազար մարդ ունի անձնական զենք, մարզված է, մրցունակ է, կարողանում է կրակել եւ 500 հազար մարդ էլ զենքի ձայնից չի վախենում, ծանոթ է զենքի մշակույթին, հասկանում է ինչ նպատակով է կարելի կիրառել զենքը եւ հասկանում է, որ դա երկրի պաշտպանությունը բարձրացնում է այլ մակարդակի։ Մի պահ պատկերացրեք դա։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է մեկ քայլով մեզ ավելի մոտեցնել, պաշտպանված բարձր մրցունակությամբ երկիր ունենալուն։ Սիրելի կանայք եւ աղջիկներ, քանի որ երեխաներ դաստիարակելու սուրբ գործընթացում մեծապես կանայք են ներգրավված, առաջարկում եմ պարբերաբար այցելել Ազատազեն, ծանոթանալ զենքին, զենքի մշակույթին, կրակել, լսել այդ փամփուշտների, այդ կրակոցների ձայնը, որը ձեզ այլևս չի վախեցնի, եւ նպաստել այն հանգամանքին, որ ձեր երեխաները գնան ազգային բանակ ծառայելու, ավելի մարտունակ լինեն եւ ավելի ինքնավստահ լինեն։ Գիտեք, երբ որ գալիս եք մարզվելու, այստեղ այսպես մենթալ առողջություն է տալիս այս մշակույթը։ Գիտեք, դուք ձեզ ավելի ուժեղ եք զգում, ավելի ինքնավստահ եք զգում եւ ինչպես ասում են, առողջ մարմնում առողջ ոգի։ Դա իսկապես դրսևորվում է հրաձգանում։ Գիտեք, Ազատազենը դա մարդիկ են, ովքեր կիսվում են իրենց փորձով, ովքեր քեզ օգնում են, անգամ եթե դու ոչինչ չգիտես զենքի մասին, օգնում են, բացատրում են, մշտապես կանգնած են քո կողքին եւ դա մի հատ ուժեղ կուր համայնք է, որտեղ իսկապես ամենակարևորը մարդիկ են։ Իդեպ, ովքեր կուզեն ծանոթանալ Ազատազենին, այցելել Ազատազեն, պատրաստ եմ կազմակերպել, կարող եք ինձ գրել անձնական նամակով, սոցիալական ցանցերում ես հասանելի եմ եւ ես ձեզ կօգնեմ առաջին անգամը գոնե, այսպես ասած, կկոտրեմ այդ սառույցը, երբ որ առաջին անգամ գալիս ես, հասկանում ես, որ այստեղ համարյա հարազատ մարդիկ են բոլորը եւ արդեն սա կարող է դառնալ ձեր կիրակնորյա, շաբաթնորյա ժամանցի վայրերից ամենասիրվածը։ Իսկ այժմ առաջարկում եմ պրակտիկորեն ծանոթանալ այս զենքի հնարավորություններին։ Հիմա կգնանք խումբ հավաքելու, դրանից հետո կգնանք ավելի հեռուն կրակելու։ Գնացինք։ Այժմ գտնվում ենք ճշտադրման տեղամասում, 100 մետր հեռավորության վրա տեղադրված թիրախ կա եւ փորձելու եմ խումբ հավաքել, հասկանալու համար զենքի հնարավորությունները։ Լիցքավորեմ զենքս, 3 փամփուշտ եմ կրակելու։ Ականջակալներս դնեմ, որտեղ դա պարտադիր է, չխլանալու համար։ Երեք հատ կրակեցինք, հիմա գնանք տեսնենք արդյունքը ինչ եղավ։ Անհամբեր եմ, ինչ արդյունք եմ գրանցել, եկեք տեսնենք միասին։ Այս ամենատենց հետաքրքիր պահն է, թեև այնտեղից մոտավորապես տեսել եմ ինչ արդյունքներ ունեմ, բայց դե մոտիկից իհարկե համոզվում ես։ Հուսամ լավ արդյունքներ եմ գրանցել ու չեմ հիասթափացրել իմ մենթորին։ Այս թիրախին եմ կրակել, հիմա հանեմ թուղթը, ձեզ ցույց տամ, մեկը խոցել եմ ամենակենտրոնը եւ երկուսն էլ համարյա առաջին շրջանի մեջ է, երկրորդ շրջանի, բաց չի, ես գոհ եմ։ Հիմա գնանք ներքև, կրակենք ավելի հեռու թիրախների վրա, փորձենք, տեսնենք ինչ կփորձենք։
300, 500, միգուցե 800 իմ լավագույն արդյունքը մինչև այսօր 800-ն է եղել։ Միգուցե այսօր էլ փորձեմ 800, չգիտեմ, տեսնենք։ Այժմ իմ նպատակն է առաջին անգամից փորձել խոցել 300 մետր հեռավորության վրա գտնվող 25 սանտիմետր տրամագծով գլխային թիրախը։ Փորձենք։ Փորձեցինք։ Ինձ թվում է ստացվեց։ Հիմա եկեք մեկ այլ թիրախ փորձենք 800 մետր։ Ոնց որ խոցեցի։ Դե ինչպես տեսնում եք, կրակելը քվանտային ֆիզիկա չի, յուրաքանչյուր մարդու հասանելի է, մի քիչ համբերություն, մի քիչ պարապել եւ ընկերների օգնություն է իհարկե։ Կոչ եմ անում գալ, սովորել կրակել, ձեռք բերել սեփական զենք, միանալ այս համայնքին եւ դուք կունենաք ոչ միայն նոր ու շատ լավ վստահելի ընկերներ, այլ նաեւ կունենաք իրական զբաղմունք եւ ցույց կզգաք ավելի ուժեղ։